Երբ որ ես նոր էի եկել հավատքի, նոր էի ճանաչում Քրիստոսին, ես աղոթել չգիտեի, սիրելի քույրեր, եղբայրներ։ Ես ուղղակի մի բան էի խնդրում Տիրոջ, ասում էի՝ Տեր, ես քեզ եմ ուզում։ Եվ այսպես երկար ժամանակ ես աղոթեցի եւ Տերը ինձ ուղարկեց այստեղ այս եկեղեցին, որ հիմա ես գտնվում եմ, սիրելի քույրեր, եղբայրներ։ Եվ այսօր ես ասում եի՝ Տեր, քեզ եմ ուզում, բայց հիմա իմ հավատքս փոխվել է, իմ հավատքս փոխվելու հետ նաեւ իմ աղոթքն է փոխվել։ Այսօր ես չեմ ասում, ես որտեղ որ դու ես այնտեղ եմ ուզում։ Այսօր ես ասում եմ, Տեր, ես ուզում եմ քո մեջ լինել եւ դու իմ մեջ։ Թող Տիրոջ անունը փառավորվի, սիրելի քույրեր, եղբայրներ, թող մենք իր հետ մեկանանք ամեն օր, այդ մեկությունը դա ամենաքաղցր բանն է Տիրոջ հետ հաղորդակցվելը, Տիրոջ հետ մեկանալը, դրանից ավելի քաղցր բան չկա։ Տեր ասում է ճաշակեցեք ու տեսեք, որ Տերը շատ քաղցր է։ Ուզում եմ կարդալ Գործ Առաքելոց 13-րդ գլուխ 38-րդ խոսքը։ Արդյոք հայտնի լինի ձեզ մարդիկ եղբայր, որ սրանով մեղքերի թողություն է ավետարանվում ձեզ, եւ այն ամեն բաներից, որ Մովսեսի օրենքով չկարողացաք արդարանալ, սրանով ամեն հավատացողը կարդարանա։ Արդ զգուշ կացեք, որ չլինի թե ձեզ վրա գա մարգարեներից ասվածը, թե տեսեք անարգողներ, զարմացեք եւ փչացեք, որ ես մի բանը գործեմ, մի գործ եմ գործում, որ ձեր օրերումը եւ մի գործ, որ նրան չեք հավատալ, եթե մեկը պատմե ձեզ։ Սիրելի քույրեր, եղբայրներ, թող Տիրոջ անունը փառավորվի։ Տերը մոտիկա, Տեր այստեղ ներկա է եւ ուզում է, որ ամեն մեկս մոտենանք իրան, ամեն մեկս մեկանանք իր հետ։